Ալես են առավոտները խաղում։ Բռնոցի են խաղում։ Ողջույն սիրելիներս, բարի լույս։ Առավոտ շուտ չորեքշաբթի է այսօր, ասեմ առավոտ շուտ, երեխեքին ճանապարհել եմ ու այն իմ 5 րոպեն, որ միշտ սուրճ եմ խմում, այսօր սուրճը Վիտոյի հետ եմ խմել առավոտ շուտ ու որոշել եմ ձեզ հետ լավ նորությամբ կիսվել։ Նախորոք մի հատ այսպես նախաբան ասեմ, իհարկե միշտ քարոզվել է այն ամեն ինչը, որ երջանիկ պետք է լինել լուր, հաջողությունների մասին պետք չի բարձրաձայնել, արդեն գիտեք, շատերն են ասում, բայց ես համարվում եմ մարդկանց դասվում եմ այն տիպին, ովքեր ոչ թե սիրում են բարձրաձայնել իրենց հաջողությունները ինչ-որ աղաղակելու, ինչ-որ բան ասելու համար, կամ չգիտեմ, այլ ես սիրում եմ ասել, բարձրաձայնել իմ հաջողությունների մասին, այն դեպքում, երբ որ գիտեմ դրանով կարող եմ ինչ-որ մեկին ուժ տալ, ինչ-որ մեկին մոտիվացնել, որ այ տես իմ մոտ ստացվել է, քո մոտ էլ կստացվի։ Իմ կարծիքով այն շատ լուր երջանիկ մարդիկ, այն մարդիկ են, ովքեր իրենց հաջողությունից վախենում են, ովքեր իրենց հաջողությանը հասել են ոչ ազնիվ ճանապարհով, իհարկե բոլորի մասին չի խոսքս, բայց ամեն դեպքում այն ինչը կարող եք ձեր ֆինանսականը չբարձրաձայնել, դրան ես կողմ եմ, պետք չի այդքան շատ, բայց այն հաջողությունները, որին դուք հասնում եք ձեր տանջանքի, չարչարանքի, հալալ քրտինքով, սովորելու աշխատասիրության արդյունքում, պետք է ասել, որպեսզի մարդիկ էլ հասկանան, որ այդ անհնար չի, իմ մոտ ստացվել է, քո մոտ էլ կստացվի։ Ու ես նախորդ վլոգներում, 2 վլոգ առաջ ասեցի, որ որոշել եմ ուսումս շարունակեմ, որոշել եմ ավելի հմտանալ իմ գործում ու հիմնականում իմ ամեն ինչը այն է, որ ես հիմա ինձ շատ եք հարցնում, ինչը իմ դերը, ասել եմ արդեն, աշխատում եմ ակնաբուժական պրիվատ կլինիկայում, որպես փոխտնօրեն ու որպես ամբողջ կազմակերպիչ ամեն ինչի, բայց հիմնական իմ գործը հիմնված է վիրահատությունների կազմակերպումը, հարցազրույցները պացիենտների հետ, խոսքս իցիել լինզաների, լազիկ, կատարախտի վիրահատություն, կոպերի վիրահատություն, այդ ամեն ինչը կապված է, ամեն ինչը զրոյից, պացիենտների հարցազրույցից, դրանից հետո գալիս է վիրահատությունը կազմակերպելը, ամեն ինչ պատվիրելը, այդ ինչ որ պետք է վիրահատության համար լինզաներից սկսած մինչև վիրահատական մատերիալը, թղթաբանական ամեն ինչը կազմում եմ ես, մենակ վերջում ստորագրում է բժիշկը, գլխավորը ու վիրահատության ժամանակ մենք երկուսով ենք ու երրորդ մարդ ներկա, որովհետև ես չունեմ վիրահատող բուժքրոջ, գլխավոր բուժքրոջ վիրահատող սերտիֆիկատ։ Ինձ դա խանգարում է, չնայած որ այն վիրահատությունները, որոնք կատարվում են ներսում, լրիվ բավարար է իմ ունեցածը, ինչ որ ես ունեմ, բժիշկն ինձ վստահում է, բավարար է ու ամեն ինչ կատարվում է իր հսկողությամբ, բայց որպեսզի ես ազատ կարողանամ, մարդ չգիտի կյանքը ուր կտանի, հիմա այս բժիշկը վստահում է ինձ ու ես կատարում եմ այդ ավագ բուժքրոջ, փոխտնօրենի կամ վիրահատող քրոջ պարտականությունները, բայց ես չգիտեմ կյանքը ինձ ուր կտանի, այ Վիենան ձեզ օրինակ, ես այնտեղ գաստրոենտերոլոգիայի բուժքույր էի ու մտածում էի, որ ամբողջ կյանքս այնտեղ եմ մնալու ու լավ է, որ ես իմ ուսումը վերջացրեցի, չտրվեցի գայթակղության ու կիսատ թողեի, դացի չէ, ավելի լավ է 6 ամիս էլ սովորեմ, 6 ամիս հետո սկսեմ աշխատելը։ Ու եթե հիմա էլ ես չգիտեմ ուր կյանքը ինձ կտանի, կամ բժիշկը ինչքան կունենա իր կլինիկան, ինչ կլինի իր հետ, կամ ինչ կլինի ինձ հետ, ու դրա համար, որպեսզի ես կարողանամ աշխատել յուրաքանչյուր տեղ մտնեմ, եթե հիվանդանոցում, որտեղ իմ երեխեքը արդեն մեծ են, այն ժամանակ առաջարկներ ես չէի մտածում, դեռ երեխեքս փոքր էին, հիվանդանոցում կար շաբաթ, կիրակի, տոնական օրեր, նույնիսկ գիշերային հերթապահություն կամ ինչ-որ մի բան, ճիշտ է, վիրահատությունները հիմնականում պլանային են այն ոլորտը, որտեղ աշխատում եմ, գիշերները չկան ամեն դեպքում, բայց հիմա միգուցե ես ունենամ լավ առաջարկ հիվանդանոցից, ոչ միայն ակնաբուժական ոլորտում, այլ ինչ-որ որտեղ ես եթե դառնամ արդեն վիրահատող բուժքրոջ սերտիֆիկատներ ունենամ, ես ոչ միայն բժշկի օգնականի, այլ որ ունենամ իրավունք միայնակ կանգնել սեղանի մոտ։ Ես միգուցե, չգիտեմ հետո ինչ կլինի, կարողանամ ուրիշ տեղ, միգուցե
իհարկե հիմա այնպես չի որ ես հենց ստացա գնալու եմ, իհարկե ամեն ինչը կատարվում է բժշկի, իհարկե մենք ունենք ուրիշ պլաններ, բայց դրա մասին հետո կխոսեմ, բայց ինձ պետք է այն ամեն ինչը, որ ես կարողանամ առանց վախի, առանց մտածելու որ վայ, բա ինչ կլինի, կարողանամ միայնակ երկուսով ես ու բժիշկ առանց որևէ մեկի կանգնել վիրահատական սեղանի կողքին։ Այդ այդպես ու ես ասում եմ ինչի համար, որովհետև որ մեկը մտածի, հա դե լավ, դե արդեն հեսա 40 տարեկան ես լինում, ունես աշխատանք, ունես մասնագիտություն, սովորել ես մանկաբարձականը, սովորել ես վարսարդար կոսմետոլոգի մասնագիտություն, սովորել ես Հայաստանում, այստեղ դիմել եմ, չեմ իհարկե, այստեղ պետքա գնայի նորից վերապատրաստվեի, թողեցի, ունես բժշկի օգնականի մասնագիտություն, սովորել ես, հերիքա չէ, հերիք չի, եթե մարդը կարա էլի առաջ գնա, մարդ եթե կարա էլի շարժվի առաջ, ինչի ոչ, ինչի այդ ամեն ինչը չանես, եթե ունես հնարավորություն այդ ամեն առաջ գնալու ավելի շատ սովորելու ու հիմա ես գնում եմ հարցազրույցի, ես դիմել էի, բայց ասել էին, որ իմ թղթերով ամեն ինչ օքեյ է, ամեն ինչ անցնում է, բայց հիմիկվա համար, որ մարտից հասկսվում այդ կուրսը, արդեն տեղերը զբաղված է ու ես կարող եմ հոկտեմբերին դիմել։ Ես հանգստացել եմ, մտածել էի լավ դես ընթացքում, ասել էի որ հունիսին ունեմ վերապատրաստումներ, ամառվա ընթացքում դրանցով կզբաղվեմ ու ինձ երեք գալիս է մի հատ մայլ, որ սիրելի Տիկին Կուրեղյան, այսպես մի հատ բան տեղ է ազատվել, որովհետև խոսքով դիմորդներից մեկը հիվանդ չի գալու ու դուք ունեք հնարավորություն, դուք ունեք մինչև առավոտ մտածելու ժամանակ ու եթե ուզում եք շատ շտապ ընդունելության քննություն կազմակերպել այսօր առավոտ ժամը 9-ին, այսինքն 1.5 ժամից պատրաստեք այդ ամեն ինչին, վաղը ժամը 9-ին ներկայացեք մեզ մոտ, մենք կանցկացնենք շատ արագ հարցաքննություն, բանավոր քննություն, ծանոթություն, հարցազրույց ու կարող եք, եթե անցնեք, եթե ամեն ինչ լավ լինի, մարտը հիմա է, մարտի 17-ից կարող եք սկսել, այսինքն 2-3 օրից կարող եք, մի շաբաթ, կարող եք սկսել արդեն։ Ու ես շոկի մեջ, այսպես չգիտեմ ինչ անեմ, արագ բժշկին եմ ուղարկում, բժիշկը ասում է, արա, ոչինչ, այսօր ուշ արի, ես կկազմակերպեմ ամեն ինչ, այդպիսի շանսը ասում է, չի լինում, տես բան չի լինում, ասում է, այդքով ճակատագիրն է, այդ բախտը, այդ բանը բաց չթողնես։ Ու ես հիմա գնում եմ հարցազրույցի, ինձ հաջողություն մաղթեք, դուրս կգամ, իհարկե ձեզ կասեմ, որտեղ պատասխան հենց մի անգամից են ասելու իրանք, բանավոր է լինելու է ինստիտուտի տնօրեն, ղեկավար ասեց ու մեկ էլ բժշկական չգիտեմ ինչը, ամեն դեպքում այնքան արագ հետո զանգեցի ես իրան, որտեղ մայլով սենց ուղակի, մի խոսքով հիմա գնում եմ հարցազրույցի, հետո գործի եմ գնալու, որտեղ կհասցնեմ իմ կարծիքով, որտեղ ժամը 12-ին ունենք կոպերի վիրահատություն, ամեն ինչը չնայած պատրաստ է, մի կես ժամում կհասցնեմ վիրահատարանաբան ամեն ինչ պատրաստել, այդպես սիրելիներս հիմա ես գնում եմ, ինձ հաջողություն մաղթեք ու հենց դուրս կամ առաջինը ձեզ հետ եմ կիսվելու տվյալներով, գնացինք։ Հասել եմ ու սպասում եմ, սովորության համաձայն շուտ եմ հասել։ Մտնեմ ես ամենահամեղ տեղից էլ համեղություններ առնեմ ու գնամ։ Ողջույն սիրելիներս, կրկին ողջույն, ինչպես եւ խոստացել էի։ Դուրս եմ եկել շատ բարձր տրամադրությամբ, շատ լավ անցավ հարցազրույցը, իրենք իմ մասին ամեն ինչ գիտեին, արդեն ամեն ինչ երևի բացի այն, որ բլոգեր եմ, մնացած ամեն ինչ գիտեին, դե թղթերը ուղարկել էի ու այստեղ էլ հերիքա մի հատ անուն ազգանունդ, այսքան ամենուր հապահովագրությունը ու վсё, արդեն գիտեն քո մասին ամեն ինչ, որտեղ ես աշխատում, քանի երեխա ունես, քանի տարի է այստեղ ես ինչով ես զբաղվել, այդպես շատ լավ անցավ, իրենք էլ էին շատ ոգևորված, շատ ուզում, որ ես սկսեմ հիմա, որովհետև ինչքան շուտ այնքան լավ, մենակ բանն է նա, որ ընդհանուր ինքը 3 տարի ժամանակ ունես, որպեսզի հասցնես, հիմա այս հատվածն եմ անելու, անատոմիան հիմա ենք անցնելու, հետո արդեն
ամառ միջև հունիսի վերջ, հետո լինելու է դադար արձակուրդներին, հետո արդեն սեպտեմբերից սկսվելու է արդեն հիմնական դասընթացները 250 ժամ ու հետո արդեն 780 քանի ժամ պրակտիկա հիվանդանոցներում, տարբեր ու միայն վիրահատարաններում, տարբեր ու շատ հավեսեր ու դրա համար, քանի որ ես աշխատում եմ, դրա համար ինքը կա, այսինքն շատերն են աշխատում, որ դիմում են, այնպես չի որ հատուկ 3 տարի ունես ժամանակ, այսինքն այդ մուծածդ գումարը 3 տարի դեռ ուժի մեջ է, որ դու վերջացնես ու արդեն վերջապես հանձնես պետական քննություն։ Իհարկե ասես չեմ ուզում վախացնեմ, չեմ կարծում որ դու կվախենաս, այնքան քննություններ ես հաղթահարել, բայց ինքը շատ խիստ է, շատ բան է, որովհետև հիմա շատ կա վիրահատող օպերացիոն քույրի կարիք, անհրաժեշտություն ամենուր հիվանդանոցներում, դիմորդները շատ են, տեղերը շատ քիչ են, դրա համար շատ խիստ է լինելու, բայց դե այդպես սիրելիներս հիմա, ինչ էի մտա այս պահին, սենց այս համեղություններ եմ առել բոլորի համար, տարբեր համերի համեղություններ, գնանք իմ կողմից մաղարիչ, չնայած իրանք էդ չեն հասկանում այդ ինչ է նշանակում մաղարիչը, բայց դե կսովորացնենք, ենք ջա ամենուր մեր բարքերը տարածում ենք, այդպես հիմա գնամ, լավ ո, դեռ մի ժամ ունեմ միջև վիրահատությունը, գնանք հանգիստ ընդմիջում կանենք, բժշկի հետ զրուցենք այս ամեն ինչի մասին, որ ինքն էլ պատրաստ լինի, որ իմ երես արդեն քիչ է տենալու ու ընտանիքիս անդամները երևի վաբշե չեն տեսնելու, բայց դե ես չեմ ուզում, չգիտեմ դեռ ոնց կդասավորվի, բայց չեմ ուզում 3 տարի սպասեմ, ինչքան հնարավոր է շուտ պետք է վերջացնել այդ ամեն ինչը։ Խսկով ես արդեն հասնում եմ ու ամբողջ քաղաքի մեջ իմ հեռախոսը նոր ցույց տվեց, որ ես 4.5 կիլոմետր ոտքով քայլել եմ այսօր։ Ու այդ շատ լավ արդյունք է։ Գնացինք, ուղղակի գլխացավ ունեմ, մի քիչ դե առավոտը սառնոտ է, որ արագ էի քայլում, ճակատը սառում էր, բայց դե գնացինք։ Ես հասա տեղ ու ինձ ահա այսինքն սիրուն անակնկալ է սպասվում իմ շատ սիրելի պացիենտի կողմից։ Դասի գնալուց առաջ պարապումը նոր դուրս գա, արդեն հագած կուրտկով չէ, կոշիկներով չի դեռ։ Մի հատ էլ արա, որ դուրս գանք չշանանք, լավ։ Իսկ բանանել Զոյտան ու Անգելինան, նույն շուկաներով։ Բայ Լուիս։ Մարի Լուիս։ Լավ ես։ Ինչ դաս է մեր մոտ։ Հա? Ինչ դաս է մեր մոտ։ Մատեմ։ Զայկայի հետ ամեն առավոտ կամ դաշնամուրի դաս է։ Կամ բանի հարա մաթեմատիկայի այսօր բանն է, որ աղյուսակն է իրանցել, որը որ ռայեն է իրանցել։ 5 4 2 10 ու 1 Որն ամենահեշտը։ 1 Չէ 10 Բա 5-ը հեշտ չի։ Չէ 2-ը։ 2-ը հեշտ է։ Ամենաշատ որ առարկան ես սիրում դպրոցում։ Որ դասն ես ամենաշատ սիրում։ Անգլերեն։ Քանիսն այլ ջան դուրս են գալիս արդեն։ Այսօր ես շուտ եմ գնում, Զոյկային պապանա ճանապարհում։ Կհագնվես տակ սիրուն կգնաս լավ։ Քեզ լավ որ արի պատճառ։ Եկեք մոռացանք ասենք, որ երեք Զոյկան առաջին անգամ առանց պապայի, մամայի մենակ ուսուցչուհու ներկայությամբ ինքը պատվաստում է ստացել։ Իրան պատվաստել են, վախենում էր։
Ցավացել է։ Որ ձերքդ է։ Լավն է բժիշկը։ Կոնֆետ տվեց հետո։ Չէ՞։ Ոչ բան չտվեց։ Չի զորիվես։ Ժամը 7:20-ը։ Չսպասեցի էլի ավտոբուսին։ Շուտ գնամ։ Լավա քայլեմ, էս մաքուր օդին ինքան հաճելի է։ Լույսը նոր բացվում է։ Սենց սիրուն։ Այ, ուրբաթ։ Ժամը 12:30 ու ես եկել եմ տուն։ Այստեղ պետք է այսօր մաքրեմ այսօր վաղը, որ ազատ այս ծաղիկները սիրուն ծաղկեն ու մեկ էլ որ նոր ցանածները, այստեղ որ նոր սոխուկներ էի տնկել, որ աճեն։ Սիրելիներս մտել եմ տուն։ Անգել ամբողջ ճանապարհին զանգում եմ, մամա երբ ես հասնում, քանի րոպեից կհասնես։ Այսօր ինքը 2 ժամ ուներ ու շատ շուտ է տուն եկել, մտել եմ տուն ու այսպես տաքացրած արդեն սեղանին դրված։ Կարտոֆիլով պյուրե է պատրաստել, բայց ինչ որ հատուկ ձևով արել, մեջը համեմունքներ եմ տեսնում։ Այստեղ հավի կրծքամիս է սոխով, համեմունքներով, մի քիչ սալաթեղեն է շարել ու ծիծակա ու ջուր։ Ինքան հաճելի է, այս ամենահաճելի զգացողությունն է, չեք պատկասի, որ տուն ես գալիս ու այսենց քեզ սպասում են ուտելիքով, սպասում են տանը։ Այսօր ճաշը անգելից է, մնաց իմ վրա մենակ ընթրիքը։ Սիրելիներս, մինչ լվացքս վերջանա, ավարտվի, որ փռեմ, այստեղ ուզում եմ մի հատ փոքրիկ չէ, ուղղակի մի հատ կլոր գաթա պատրաստեմ, որ ամուսինս գա սուրճ խմենք, իսկ որպես ուտեստ պատրաստելու եմ խանգյալ, այստեղ լավ պինդ խմորն է, հիմա միսնել եմ լավ տապակելու, միս, ուղղակի խմորը և սխտորմածում։ Մինչև հանգստանա, հիմա ունեմ այստեղ խմորը։ Ուրեմն այստեղ ալյուժն է, կարագի հետ այսինքն արդեն խորիզանման եմ սարքել, հիմա մեջը փոսիկ ենք անում, ավելացնում ենք սոդա, ձու, չափերը չեմ ասում, որ աչկա չափով եմ ամեն ինչ անում, բայց ամեն դեպքում մի հատ ձու եմ ավելացնելու, մի թեյի գթալ սոդա, 2-3 ճաշի գթալ սմետան, թթվասեր, լավ, ու այսպես խառնեմ, վերջ, այստեղ էլ արդեն խորիզն է պատրաստ, տեսեք, այսպես խորիզ ենք ստացել, վերջ։ Սիրում եմ նաև այս շրջանը, որ տեսեք, մի քանի օր առաջ, երբ որ նոր անցած շաբաթ կիրակի, երբ որ այստեղ մաքրում էինք, ամբողջը դեղին էր։ Հիմա տեսեք, արդեն սկսել է կանաչել։ Այս հատվածը, որտեղ դե ծառի ստվեր ընկնում է, այդքան բան չի, խոնավոտ ավելի շատ կանաչ։ Տեսեք, ու այսից սա մի անգամից, քիչ, այսինքն, ու մեկ էլ մի օր տեսնում ես, որ լրիվ կանաչ է, հետո այն սիրում եմ, որ սկսում են ծառերը ծաղկել, ու այսինց արդեն, ասեք, այս գիլասն է, այսինց արդեն բան ալինում։ Քիչ նստեմ հանգստանամ, 5 րոպե ինձ ընդմիջում տամ, նոր գնամ, շարունակեմ։ Մինչև խմորնել գաթայիս խմորնել կհանգստանեմ։ Ուրեմն, ահա, սենց, կլոր չարեցի, որոշեցի երկարավուն անեմ, որ շատ մեծ ստացվի կլոր, սենց ավելի հարմար է լինում, սենց օվալաձև, որ հետո մի հատ ես մեջտեղից կտրտենք ու այսենց կտրտենք ուտելիս, սենց հիմա հաստություն է, հաստության, տեղափոխում եմ նախապես տաքացված շռոց 180 աստիճանա ոնց որ միացրած։ Այստեղ սոխարացն եմ պատրաստում, շատ առած սոխով, այստեղ միսն արդեն պատրաստ է, ուղղակի գիտեք առանձին եմ անում, կեսը կխառնեմ սոխին, կես ամուսին սաղինը կթողնեմ առանց սոխ, այն կողմում ջուրն է արդեն դրել եմ, կաթասել կեսակ, փափկել արդեն, գիտեմ ես լույսը ինչի ասենք փոխանցում, բայց շատ սիրուն է, շատ սիրուն, Այստեղ են արդեն պատրաստել եմ, որ գամ կրտնակեմ, փափկել է, հանգստացել է,
ու վերջ։ Տեսին սիրուն կրտնակել եմ։ Հիմա կտրատենք ու ջուրը եռում արդեն լցնեմ մեջ։ Ահա, պատրաստ է։ Այս Անգելինս է։ Անգելը սիրում է նաև sense կտրատած կարտոֆիլով, sense բարակ, ինքը որ մածունն է սխտոր լցնում ես վրա, շատ համեղ է ստացվում ու առատ սոխով։ Բարի ախորժակ։ Մերսի։ Ու արդեն կարող եմ դրսում սիրուն սուրճի սեղան պատրաստել։ Ծաղիկներս։ Մի հատ դրանք էլ կջրեմ, ինչքան սիրուն է գույնը։ Սիրուն ստացվեց։ Բայց արևը ամենասիրունն է։ Լավ, հիմա կտրենք մի հատ էլ մեջ չտեսնենք։ Եղանակի համար ուղղակի խենթանալ կարելի է։ Արևը։ Վերջ, ամբողջը չեմ կտրել, որովհետև դեռ տաք է։ Ոչ, փոփկա, բույրը բա։ Եսկով սենց։ Ժողովուրդ, ուքան համով ստացվել, ես չգիտեմ, ես համոզվում եմ, որ երբ որ ես առանց չափաբաժնի եմ անում, ավելի լավ է ստացվում ու ավելի շատ համոզվում եմ, որ կարևորը սիրով պատրաստելն է, երբ որ սիրով ես պատրաստում, հավեսով, ամեն ինչ իդեալական է ստացվում, այնքան համեղ է, չեմ կարա բառերով ուղղակի այս համը, այս փափկությունը, այս գույնը դեղին, չգիտեմ, խոսքով, համով է շատ։ Ուրեմն ինչպես եւ խոստացել էի, հելա մաքրում եմ, այս հատվածը արդեն մաքրել եմ, մնում է այս հատվածը։ Սենց ու ձեռնոցներ էլ չեմ բերել, որովհետև լվացքի էի փռում ու որոշեցի միանգամից անցնել։ Սենց վերջ, մաքրեցի, վերջացրի։ Մինչև այստեղ այս բաներս ծաղկեն, ձգին սիրուն են ջլել։ Այս ranցից էի ուզում, որ այս տարի նորից բան անեի, դնեի, բայց դե չգտա ուշ էր։ Բայց ոչինչ, իրանք մինչև ծաղկեն, մյուսները կբերեմ են ծաղիկները կտնկեմ արդեն։ Սիրուն կլինի։ Գնամ նայեմ այն ցանածս բաներն էլ ծլելա, թե չէ։ Ավտոտնակում էլ ունեմ բաներ դրած։ Այստեղ էլ եմ ցանել։ Չգիտեմ, չեմ ուզում շատ բզբզել, դրսում էլ ունեմ դրած։ Այս կողմից գնանք դրսին էլ նայենք։ Այստեղ էլ եմ ցանել, բայց այստեղ էլ պետք է մաքրվի, այնքան շուտ այստեղ է խոտերը աճում։ Մենք արդեն երկրորդ սուրճը պետք է խմենք ու ուր եմ տանում այս բամբակները ըստ ձեզ։ Այո, ցորեն ցանելու, քանի որ գարի, չգիտեմ, ասում էին գարին, բայց ես միշտ ցորեն եմ ցանում, որ չգիտեմ այստեղից գարի որտեղից գտնեմ ու համել ցորենը միշտ այդպես եմ ցանել, չգիտեմ։ Հետո էլ տնկում եմ, մինչև վերջ, որ այդ խոտը օգտագործում ենք, հետո այդ խոտը ես տնկում եմ, մինչև ինքը ցողուններ է տալիս, սիրուն։ Այդպես չեմ թափում հենց այնպես հիմա։ Սուրճս բերեմ ու գամ պատրաստենք։ Ինչա տղես, ինչ ես ուզում որևէ։ Ինչա։ Ցորը բան ցանենք զատիկի համար։ Ցորեն եմ ցանում։ Ուզում ես ձուաճի։ Ձուաճի ուզում ես անես դու։ Արի։ Արաստեղ նստես։ Ես բամբակները բացի ալ։ Սենց իրարից բացի ու սիրուն շաճ երկու ձեռքով այդպես բացի ու շարի սիրուն։ Վաղը պետք է տղուս մազերը կտրենք, շատ է երկար է, չէ՞ ալ։ Հավեսով անում սիրում։ Չէ, մեջտեղները տղես, այն մեջտեղը որտեղ ծակեր է մնացել։ Ինքը սիրում է առհասարակ ձեռքի աշխատանքներ։ Միշտ, չէ՞ ալ, հավեսով ես չէ՞ անում տես բաներ։ Էդի պետք է լինի որպես հող,
առանց հողի, որ ցորենը ցանենք։ Հիմա այն ցորենը վերցրու, ասենց սիրուն մոտիկ տար, որ չթափվի արևս։ Սիրուն լցրա։ Չէ, կարաս շատ լցնես, բռով, ասենց ցանելով գնաս, ալեն։ Մի կողմից ցանելով գնաս։ Վերջում էլ պետքա ջուր լցնենք ու վերջ։ Ավելի շատ։ Հա, արա որ խիտ լինի։ Հիմա պիտի ջրենք, ալ, տո ցերեկը հանենք դուրս, արևի տակ, գիշերը տանենք ուր։ Իմ սենյակ։ Հա։ Ստեղ մոտիկա, չնայած sense կարաս տանես քո սենյակ, առավոտ նորից բերես դուրս, դասի գնալուց առաջ արևի տակ դնես, նոր գնաս։ Դու ես ուզում ամբողջ խնամքը քո վրա վերցնես, քո մոտ կնշես այսօր երբ որ օրն է, երբ ենք ցանել, որ տեսնենք երբ կաճի, լավ։ Լավ, ֆերիկա, կուզես էլ մի արա, հիմա ջրենք։ Տանենք մի քիչ գոլ ջրով, շատ սառը ջրով պետք չի, մի քիչ գոլ ջրով ջրենք ու արդեն կարող ենք տունը դնեմ, դեռ արդեն իրիկուն է հիմա։ Քել վերցրու գնանք։ Բռնի։ Բռնի։ Կամաց բացենք։ Դարսեց ենք ամ, ցած ամբողջ կոմերով։ Das war kaum zu was. Всё. Komm wir sagen. Արա։ Որ ամբողջը թրջվի, մի քիչ շատ աղավ ջուրը, բայց ոչ չի։ Էլ ցնցող բերելու բան չկար հավես։ Ապրեսլա։ Կարանք Բարի լույս սիրելիներս, ողջույն, բարի շաբաթ առավոտ շուտ 7:10 Այսօր շաբաթ է ու ես այսօր աշխատանքի եմ, բայց ոչ սովորական աշխատանք ու ինչի եմ աշխատանքի, սովորաբար շաբաթ օրեր աշխատում ենք, երբ ուրբաթ օրը վիրահատություն ենք արած լինում ու շաբաթ օրը ստուգումներն է, բայց այսօր այդ օրերից չի, քանի որ արդեն նշեցի, որ երեքշաբթի օրը իմ դասերի օրն է ու ես քանի այսպես սպոնտան եղավ ու երեքշաբթի օրվա համար արդեն ունեի 3 հարցազրույց վիրահատությունների համար, մեկը կոպերի վիրահատություն, երկուսը կատարակտի վիրահատություն, արդեն գրանցած էր հարցազրույցները ու որոշեցի շաբաթ օրերը այդ անցկացնեմ, իհարկե զանգեցի, շատ ուրախ էի, մտածում էի կաղա չհամաձայնվեն, դե մարդիկ պլանավորում են իրեն շաբաթ կիրակին նախապես, բայց նույնիսկ ավելի ուրախ էին, որովհետև հիմնականում կատարակտի պացիենտները մի քիչ բարձր, միջինից բարձր տարիքային գոտու պացիենտներն են, վիրահատում ենք մենք սովորաբար արդեն 55 անց պացիենտներին, մի խոսքով, բայց իմ մոտ 68 և 90 և 88 տարեկան են, հա ուրեմն ու իրենք նույնիսկ շատ ավելի, էս իմ հեռախոսն է զանգում, իմ գրուպան է զանգում, ու իրենք նույնիսկ ավելի ուրախ էին, որ պետքա շաբաթ օրը գան ու այստեղ ուրիշ պացիենտներ չկան, ուրիշ մարդիկ չկան ու մենակ մենք ենք լինելու երկուսով, այդպես հիմա մեկին 7:30 եմ կանչել, մեկին 8-ին, մեկին 8:30 որ վերջացնեմ ու գոնե մինչև 9 տուն գնամ, որպեսզի երեքշաբթի օրը կարողանամ հանգիստ մինչև 12-ը էլի 2 հատ ունեմ, դրանք կհասցնեմ
ու որ հանգիստ կարողանամ գնալ երեքշաբթի օրը իմ դասերին, իսկ մնացած շաբաթների համար արդեն կպլանավորեմ հարցազրույցները, ոնց անեմ, որ հասցնեմ տեղավորվեմ իմ ժամերի մեջ, որովհետև ուսուցումը աշխատանքին կից է, խնդիր չի աշխատավայրում առհասարակ, ուղղակի, որ արդեն գրանցած մարդկանց հաճելի չի, որ անդադ զանգես ու ասես, գիտես, ես այսպես, այս օրը արի, այն օրը արի, մի քիչ պրոֆեսիոնալ չի։ Այդպես սիրելիներս, հիմա ամեն ինչը միացրեցի, ինչ որ ինձ անհրաժեշտ է, թղթապանակներն էլ պատրաստ եմ, իսկ մնացած հարցերը, դե արդեն բժշկական հարցերն ամեն ինչ անցած է, ստուգումները, հարցազրույցներն արդեն դրանք կա, մնում է վերջնական մի օր էլ վիրահատությունից առաջ իրենք կգան բժշկի հետ, վերջնական այսպես խոսեն, վերջնական ամեն ինչը կհաստատվի ու վերջ, արդեն կվիրահատենք չորեքշաբթի, այս մեկը այս չորեքշաբթի օրվա համար է, դրա համար է այսքան անհանգստանում, մի քիչ սենց խիտ գրաֆիկ է ու ես էլ մտածում եմ ոնց է լինելու, որովհետև եթե ես երեքշաբթի օրը գնում եմ, հետո մինչև ժամը 7-ն է դասերը, հետո դրանից հետո տուն գնամ ու չորեքշաբթի առավոտը ժամը 5-ին պետք է այստեղ լինեմ, որովհետև 6-ին շարժվելու ենք արդեն դեպի Գրաց, մի քիչ ավելի, չգիտեմ, բայց դե որ սկսել ենք հետ դարձի ճանապարհ չկա, չեմ փոշմանում, չեմ զղջում, չեմ վախենում, կարևորը դրանք է, այդ ամեն ինչը, որ պետք է հաղթահարենք ու առաջ Աստված այնպես եմ ուզում անեմ, որ 3 տարին չլրանա, այսինքն այս ստացիոնար ուսուցումը ավարտեմ ու պրակտիկաներն էլ հնարավորինս ավելի արագ կազմակերպեմ, որպեսզի 3 տարուց շուտ ավելի ստանամ ավարտական դիպլոմը։ Այդպես սիրելիներս, մի խոսքով գնամ թղթապանակներն էլ պատրաստ եմ, մինչև պացիենտներս կհանդիպենք, դրանից հետո էլ Վիտոնն է ինձ բերել, ինքը սպասում է, չգիտեմ, դեռ էստեղ է, բայց ասեց կգնա գործ ունի, գործերով խանութ պետք է մտնի, օբի պետք է մտնի, կամ էլ երևի դեռ փակ է, կսպասի իրար հետ կգնանք, գնումներ էլ կանենք, ու այնպես կանեմ, որ այս տեսանյութը այսօր մոնտաժեմ, որ վաղը նոր տեսանյութ ունենաք առավոտյան սուրճի հետ, այդպես սիրելիներս դելա 7:21-ը, հեսա կգան, գնամ սուրճս բերեմ, քան հաճելի է, երբ որ մենակ ես, ոչ ոք չկա, սուրճս բերեմ, պատրաստ եմ դրել եմ արդեն, չնայած որ չեմ սիրում ես մեքենաների սուրճը, այսինքն լավ է, երբ որ պատրաստում ես ու հենց այդ պահին խմում ես, բայց դե դրա համար ասի վերջացնեմ գործերս, որ նոր հենց պատրաստեմ ու խմեմ, հա ու այսօր չեմ փոխվում, հենց այսպես հատուկ սպիտակ եմ հագնվել ոտից գլուխ, որպեսզի չփոխվեմ, սենց սկզբից action, օրդինացիայի համար էլ բաներ ունեմ առնելու, այսօր տեսա մի քանի բան պակասը, ինչեր են ստանում, ամեն օր զատիկի եղած չեղածա, բայց դեռ զատիկի համար գնումներ չեմ անում, նիսկ լուսամփոփները կայնեն են, այս մի կվարած, սենց արեստական խոտեր, մենք չունենք դրա կարիքը, մեր մոտ ամենուր խոտ է, կես մաքրող նյութերի նոր տեսականիներ են ստացել, Նասկիներ, որը մեր մոտ միշտ
Ես միշտ պետք է լինում, դրա համար չեմ առնում շատ թանկանոցը, որ հաճախակի կարողանանք փոխել։ Ես ու իմ մաքրող միջոցները, որ երբեք չեն վերջանում, որ գնելով չեմ սահմանափակվում, վերջանում եմ շատ հաճախ, շատ շուտ։ Այդից նովիտ ամայաղեն ունեն, նովիտ։ Վերջ, էքշնից գնումները այսօրվա համար թերևս վերջացրինք, այնքան հաճախ են նորացնում, այնքան շատ են նոր բաներ ստանում, որ անդադ ինչ-որ բան կա գնելու։ Հետպես լավ գնանք, մթերային գնումներ էլ անենք ու գնանք տուն։ Ասեցի մի քիչ շփվենք, մինչև Վիտոն ծխի գա, դե մեքենայի մեջ չի ծխում։ Այդպես գնացինք։ Հասանք հոֆար ու ծաղիկների բազմազանությունը։ Այն մեր հայացի բաները սրանցից էր երեք, որ մաքրում էի, մշակում էի։ Սոխուկները արդեն սես գրած է։ Սրանք էլ ալավ։ Ելակներն է։ Շեի կարա չնկարել, ինչ լավն է։ Եկանք օբի։
քրոթին ու նոր շարունակենք մեր գնումները։ Վերջին կետս այս մսամթերքի մեծ խանութն է, որտեղից հիմնականում պատվիրում ենք միս, մեծ քանակով մսերը պատվիրում ենք, թարմը մորթում են, բերում են, զանգում ենք, գալիս ենք, վերցնում ենք, բայց հիմա նայեմ, մինչև մսերը պատվիրած գա, ինչ կա գնելու։ Վերջապես հասանք բակ, 2 ժամ տևած մեր գնումներն ավարտվեց։ Գնանք Երենս եկել է կօգնի կդասավորենք, մենք մի հատ սուրճ խմենք, գնացինք։ Դատարկել ենք, իրանք սենց է, ուրեմն ինքը համ տալիս է, որ սերմն է մեջը, համ վիտամիններ է, պարարտանյութ է, այն ինչ որ անհրաժեշտ է խոտը լավ սնուցման համար, որտեվ մենք արդեն էսի 3-րդ գարունն է, որ ստեղենք ու դեռ չենք արել, բայց պետք է ամեն տարի մի քիչ գոնե այս վառված հատվածները արվի։ Ամբողջը արդեն արել ենք, մի հատ էլ ենք անցնում, տեսեք, օրինակ սենց վերցնում եմ ու այսենց ուղղակի ցանում ու հետո պետքա ջրենք, չնայած որ վաղը անձրև է գալու, բայց դե մենք մեր ապահովության համար այսօր ջրենք մի հատ էլ։ Այդ ամբողջը ինքը նախատեսված է 700 քառակուսի մետրի համար, 700-800, բայց դե մենք այստեղ ունենք այդքան, բայց հաշվում ենք, որ փուլն է այնտեղ դրած, այս ամեն ինչը, որովհետև միայն այն հատվածը 700 քառակուսի մետր է, ընդհանուր ինքը 1500 քառակուսի մետր է, այսինքն 1500 քառակուսի մետր է տունը ու այգին միասին։ Եկել եմ, որ unboxing անենք, չնայած գիտեմ, որ շատ մեծ բան չի, 2 բան պետք է, որ լինի մեջը, այնստեղ, այս չափի բաներն էի ուզում ես պատվիրել, ու մեկ էլ այսենց, ինչքան հարմար է, իրականում մանկական ունեի, են երեխեքի գրքի մեջ, ովքեր Վիեննայից են դեռ մեզ հետևում, որ գիրք էի գնել Անգելինային ու մեջը կար բաները, բայց այսենց ամեն ինչը չկար, սրանք էի շատ հավանել, պատահաբար եկավ պատվիրեցի ու մեկ էլ, քանի որ զամբյուղիս մեջ դեռ վաղուց զոյկան հավանել էր ու այս կար մեջը, մտածեցի լավ, սպասեք ես էլ հետը պատվիրեմ, համ բանը կլրանա, որ կարողանամ պատվեր անել, համ էլ աղջիկս կուրախանա։ Սիրունյա։ Բաղնիքի բանն է, պսեք լավ տանենք իրար հետ, թող վերևում բացի։ Սիրունը։ Քանի որ ես նվերից կուրախանան հենց այս երկու ավազակները, ավելի լավ է իրանց տամ թող բացեն։ Բացեն? Okay. Տարենք ոտեղ բացի, անգոքնի արակ տվացի։ Hello Kitty սրպիչները։ Oh my god։ Հերթապանի։ Սի դեմքի սրպիչ, հա։ Ես պատատի բաննել էր եվա, լոգոն։
Էսի դեմքի սրբիչն է։ Էսի մազերի։ Էսի մազերինն է։ Քոլովն է։ Էսել մեծ սպաղնիքի։ Oh my god. Անգելը ավելի շատ ուրախացավ, Անգելինային ցես բաները ամեն օր հատն են ուրախացնում։ Անգելին նվիրենք թե քեզ մնա։ Ինձ Թե երկուսով։ երկուսով։ Լավ։ Դες մազերինը քեզ, Զոյկա։ Անգելը ունի վարդագույն։ Спасибо. Сидюня. Синч, спасибо, сидюнинг. Ստերհավո։ Իննվերի համար իրոք շատ հարմար տարբերակ է ու 11-12 եվրո էր։ Ցենց ինքը փափուկ է, բայց ցենց ծածկվելու համար էլ շատ սիրուն կարելի է պուտյուրիկներին պատել փոքր երեխեքին, ասենք, հետը վերցնել ճանապարհի համար, ասենք, ցենց երկուսը, համ որպես սրբիչ, համ որպես ուղակի ծածկոց, շատ լավ տարբերակ է ու շատ լավն է որակը։ Սիրուն է։ Որպեսի պարզ լինի, էլի, նոր ասում եմ Անգելինան Hello Kitty սիրահարա։ Ու Զոյկան, ցենց։ Անգել մնացած խաղալիքներից որ լվացրել էի, չորացել է, կարաս արդեն բերես վերև, ջան։ Իմ բանը ուր է։ Հարճուկը։ Յա։ Հալենը տարել է իր մոտ Էվային։ Տեսել ես։ Զոյկային մեծ արջուկը Հալենը տարել է։ Մակարոս նորից բերես ներքին։ Եվս մեկ Hello Kitty-ը դպրոցի պայուսակի վրա։ Ինձ ամենուր ունես էլի։ Թևնոցներ ամենուր սենց իրա վարդագույն աղջկական։ Ես Hello Kitty ռուքսակ ունեմ։ Հայլին Hello Kitty ու Անգելինայի քաոսը ստեղ։ Քաոս չի։ Քաոսը բանչա։ Քաոսը բանչա։ Այս իր հայկական դպրոցի վկայականն է, որ Վիեննայում հայկական դպրոցեր գնում, իր ավարտական վկայականն է։ Այո։ Երբ եմ գալիս դուգեմ։ Տոմսը, բալես չմոռանաս դա։ Ու կարակ գուշակեք 2 րոպեում, բայց ով հավաքեց։ Մաման։ Մաման, ուտե մաման ավաշ չուներ գնել կարասեր։ Թե իրանք այս սենց խիստ զբաղված են, նկարում են երկուսով։ Մաման այդքան համբերություն չուներ, որ այստեղ 2 աթոռ է, արդեն գիտեք, մեկը Զոյկայի համար է, մեկը որտեղ երբ որ Անգելինան դիմահարդարվում է կամ փորձեր անում, Զոյկան նստում այնտեղ նայում է։ Այսինքն դե աթոռը սեղանի հետ է, բայց սա էլ առանձին սենց որ ավելի հարմար տեսել եք, որ գնել էինք 2 երեխեք, 2 աղջիկներին միանման։ Սենց անել մաման, ջանո, ինչ այլ են ջան։ Այսօր շոկմանժե ենք պատրաստում, մեզ հարկավոր է ձու, սերուցք, կարակ, դառը շոկոլադ, կոնյակ, վանիլին և ընկույզ, բայց ես ընկույզ չեմ ավելացրել, հիմա այստեղ հալացնում եմ սերուցքի մեջ շոկոլադը, ավելացնում եմ կարակը, առանձին հարում ենք ձուն, առանձին հարում ենք սերուցքը, հետո ավելացնում ենք իրար, ահա, այսինքն փրփրուն զանգված է ստացվում, ավելի լավ է շոկոլադը ավելացնել սերուցքի հետ, հետո զանգվածը միացնում ենք իրար եւ վերջ։ Ստացել, դանդաղ խառնի, բայց դանդաղ, սիրուն։ Հոնուշ կոնյակի հետո գալիս է։ Հիմա տեղավորում ենք ամանների մեջ։ Ամանների մեջ ու վրան շոկոլադ քերենք, ընկույզ, չէ, շոկոլադ քերենք։ Ստեբլիրիսիթի հետ eine Handbag, this our Դրել ենք սառնարանը, 6 հատ ա եղել, 2 հատն էլ ներքևն ենք դրել, դեղ չկա ստավ։ Խաղը հետը տանում է, գնում ենք տենքորստուն, Ալենը խաղը, Ալեն ինչ ես տանում։ Monopoly. Համա որ ենք եկել խաղը։ Ապրես, կոչկվեցիր։ Սեկանք մնացածն կան գնանք։ Աշխարհի վրա գարբանը դրիքն է ընկերներդ շատ գարբան դադա ու դու մենակ սա էլ աշխարհի մարդի գեղցու անարտար ու ստին գերի
Seni inzanız kerutare Sele sırtım espahas mamedare Marinerin anzel sere simare Bakere sırtım ezan varim vahe Haber beri kezani sodar kami Gazger gezler ştenemez dardım tabi Haber beri kezani sodar kami Gazger gezler ştenemez dardım tabi O daru senle çakrov siresi Hayastan Elə պահի տեսնի։ Խանութից չկար ոչ մի նորմալ բան շաբաթորով այնքան բան է հարսիկի համար կակաչներ վերցրեցի։ Բռնի բանես։ Դες սիրունդից չչարդ։